Սելի ֆուտբոլիստները խաղային օրվա վերջին հանդիպումն է մեզ մոտ մեկնարկում, որտեղ Չելսին կմրցի Paris Saint-Germain-ի դեմ։ Թիմերը ողջունում են միմյանց, եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին ու սկսենք Չելսիից։ Էրիկ Պողոսյանը պաշտպանում է դարպասը համար 1, Գրիշա Գրիգորյան համար 7, Արմեն Ասատրյան համար 8, Սմբատ Պողոսյան համար 9, Ժիայ Պապիկյան համար 10, դա նաև թիմի ավագն է, Արսեն Ասատրյան համար 11, Էրիկ Հարությունյան համար 17, Հովսեփ Գևորգյան համար 18, Ալեքսանդր Նալբանդյան համար 23, Տիգրան Չուխաջյան համար 77 եւ Վլադիմիր Ալավերդյան համար 99։ Դավիթ Պետրոսյանը պաշտպանում է PSG-ի դարպասը համար 1, Էդգար Թամազյան ներողություն համար 2, Ռաֆայել Սարգսյան համար 5, Արտակ Իսրայելյան համար 6, Արտուր Հովանեսյան համար 7, Էդիկ Գուրյան համար 9, Հայկ Պետրոսյան համար 10, կամրցավարի Սուլիչի ու Չելսին հանձնում է գնդակը մրցակցին, Էդիկ Գրիգորյան համար 11, Արման Գալստյան համար 12 եւ Վիգեն Արաքելյան համար 33։ Իսկապես շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում մեզ, քիչ аз նաեւ կծանոթացնեմ մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակը։ Այստեղ գրոյի անցել PSG-ն, բայց Պողոսյանը դուրս եկավ դարպասից ու կարողացավ գնդակը հեռացնել դաշտի սահմաններից։ Եզրային նետումը իրացված է Չուխաջյան Գրիգորյանին ուղարկեց գնդակը, ստացավ պատասխան փոխանցում ու Պողոսյանի միջոցով փորձում են հասնել իրենց առաջին գրոյին Չելսիի ֆուտբոլիստները, Արմեն Ասատրյան կրկին Գրիգորյանի հետ խաղարկեց գնդակը եւ դեպի Ալավերդյանը փոխանցում տեսանք, բայց այստեղ հեռու թողեց իրենից գնդակը Չելսի կենտրոնական արձակվող ու եզից պետք է նետի PSG-ն։ Եվ այսպես այս պահին Նյուքասլը 4 անցկացած հանդիպումից հետո տարել է նույնքան հաղթանակ ու վստահ կերպով 100% արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը վաստակած 12 միավորով, Վոտֆորդը, Յուվենտուսը եւ Մանչեսթեր Սիթին դնում են վաստակած 6-ական միավորներ։ Ներողություն, Վոտֆորդը եւ Յուվենտուսը ունեն վաստակած 9-ական միավոր, իսկ Սիթին 2 հանդիպումից հետո տարել է նույնքան հաղթանակ ու ունի վաստակած 6 միավոր, իսկ այս երկու թիմերը Չելսին եւ PSG-ն գտնվում են միջին հատվածում մրցաշարային աղյուսակի, Չելսին 7-րդն է 3 անցկացած հանդիպումից հետո վաստակած 4 միավորով, թիմը կրել է 1 պարտություն, 1 հանդիպում ոչ ոքի ավարտել եւ տոնել հաղթանակ Պալերմոյի դեմ մրցավեճում։ Իսկ ահա PSG-ն 3 անցկացած հանդիպումից հետո ունի վաստակած այս պահի դրությամբ 1 միավոր ու մրցաշարային աղյուսակում գտնվում է 12-րդ հորիզոնականում։ Այսօր հաղթանակի դեպքում իհարկե PSG-ն կհավասարվի Չելսին ու ավելի վստահ կփորձի իրենց գալ, իսկ եթե ազնվականները կարողանան այսօր եւս 1-3 միավոր վաստակել խաղադաշտում, ապա ունենան իրենց ակտիվում վաստակած 7 միավոր ու մինչև մրցակիցների հանդիպում անցկացնել է միանգամից մեծ քայլ կկատարեն մրցաշարային աղյուսակում, շրջանցելով նույնիսկ այս պահի դրությամբ Մանչեսթեր Սիթիին, ով ունի վաստակած 6 միավոր։ Միանգամից այո 4 հորիզոնականով կարող է առաջ շարժվել Չելսին հաղթանակի դեպքում, բայց կրկնում եմ դեռ Սիթին բավական անցկացնելու հանդիպումներ ունի, եթե սա Չելսի 4 հանդիպումն է, ապա Սիթին դեռ 2 հանդիպում է անցկացրել, Պապիկյան դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու եզից պետք է նետեն փարիսցիները։ Լավ փոխանցում ենք տեսնում այստեղ Գրիգորյանի կողմից դեպի Հովանեսյանը, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու հարված կլինի Էրիկ Պողոսյանի պաշտպանած դարպասից։ Չուխաջյան դեպի Պապիկյանը կատարեց փոխանցում, հիմա Չելսի ավագ է գնդակով։ Արսեն Ասատրյան կրկին Պապիկյան լավ էր մտածել այստեղ Պապիկյանը գնդակը հասցեագելով Նալբանդյանին, բայց փոխանցման ճանապարհը փակվեց մրցակցի ֆուտբոլիստի կողմից ու հիմա PSG-ն է փորձում գրոհ կազմակերպել, բայց հիմա էլ Գրիշա Գրիգորյանը հաջող գործեց եւ աջ եզրով փորձում է զարգացնել գրոհը Չելսիի, բայց այստեղ ստիպված եղավ արգելակել ու հետո էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Խաղարկում են PSG-ի ֆուտբոլիստները գնդակը, այո PSG-ն AFL-ում այս կազմը PSG-ի առաջին ելույթներն է ունենում Winter Cup-ում
Եվ բնականաբար թիմը կփորձի անել հնարավորինս խմբային փուլը հաղթարելու համար, իսկ Չելսին իսկապես խմբում ֆավորիտներից մեկն է play-off-ի ուղղագիծ նվաճելու համար, այնպես որ շատ հետաքրքիր հանդիպում է մեզ սպասում, այստեղ կար խաղթում Արսեն Ասատրյանի դեմ պայքարում Գուրյանի կողմից ու հիմա շատ վտանգավոր դիրքում ստանդարտ իրացի Չելսին երկու ֆուտբոլիստներ այս պահին գնդակի մոտ Արմեն Ասատրյանը եւ Ալեքսանդր Նալբանդյանը երկուստ էլ բավական մեծ սեր ունեն տուգանայիններից մրցակցի դարպասը գրավելու գործում, այնպես որ հիմա տեսնենք ով կիրասի եւ ինչպես կարծես հեռացավ գնդակից Արմեն Ասատրյանը թողնելով այն Ալեքսանդր Նալբանդյանին, կա մրցավարի սուլիչը Նալբանդյան հարված, բայց այստեղ դարպասապահը կարողացավ ոտքով հեռացնել գնդակը ու հիմա էլ Արմեն Ասատրյանը պաշտպանության թիկունքում էր եւ հապով կերպով գնդակը հասցրեց դարպասապահ Պողոսյանին, Ալավերդյան կրկին Նալբանդյանն է ստանում գնդակը, Չուխաջյան շեղվեց այստեղ Չուխաջյան ու շարժվում է առաջ, շատ լավ փոխանցում էր, բայց այստեղ չհասավ գնդակը Ալավերդյանին, ով կարող է մի փոքր շեղել գնդակի ընթացքում, գնդակը կհայտնվի դարպասում, հիմա անկյունային իրացի փոխարենը Չելսին, Պապիկյանն է պատրաստվում իրացնելու անկյունայինը Չելսի, բայց այստեղ չնկատեց խաղընկերոջ մոտենալը Ժիայ Պապիկյանը ու հիմա փոխանցում է կատարում դեպի տուգանայինի մատույցներ, հեռացեցին եւս մեկ անկյունային իրացի Պապիկյանը կա փոխանցումը, բայց այստեղ էլ գնդակը շատ հեռուն գնաց ու արդեն եսից կնետի ՊՍԺ-ն Գրիշա Գրիգորյան, այստեղ դուրս եկավ դիրքից Գրիգորյան ու առաջինը արձագանքեց գնդակին, հիմա Չելսին կրկին գրոհի անցնում Ժիայ Պապիկյան, բայց այստեղ շատ հաջող պաշտպանվեց ՊՍԺ-ի պաշտպանը, հիմա էլ Ասատրյանը թույլ չտվեց, որպեսզի մրցակիցը գրոհ զարգացնի, Պապիկյան այստեղ մի ամուր ուժերով կարողանում են Չելսիի ֆուտբոլիստները խլել գնդակի մրցակից ու եզրային նետում այո պետք է իրացնի ՊՍԺ-ն Կատարված է փոխանցումը, Իսրայելյան այստեղ կարողացավ փոխանցում կատարել Իսրայելյանը ու շատ հաջող է գործում խաղընկերը ձախ եզրում Չկարա արդյոք այստեղ խաղի կանոնների խախտում, ոչ մաքուր էր գործել Գրիշա Գրիգորյանը Գուրյանի դեմ պայքարում Արսեն Ասատրյան ուղարկեց գնդակը Արմեն Ասատրյանի ուղղությամբ ու շատ հաջող գրոհի տեղափոխություն դեպի Գրիշա Գրիգորյանը վերջինս թողեց գնդակը Չուխաջյանին կրկին Ասատրյանն է ստանում գնդակ ու ձախ եզրով շարժվում է Չելսին առաջ Պապիկյան հասավ գնդակին Պապիկյանը շատ լավ նկատեց կենտրոնում Տիգրան Չուխաջյանին վտանգավոր է բայց այստեղ թույլ չտվեցին Չուխաջյանին անցում կատարել, այլապես շատ լավ հարվածային դիրքում կհայտնվեց Չուխաջյանը, հիմա էլ խախտեց խաղի կանոնները մրցակցի դեմ պայքարում։ Գլորում են գնդակը ՊՍԺ-ի ֆուտբոլիստները, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, այո, իսկապես ՊՍԺ-ն իր բացման հանդիպումը Winter Cup-ում բավական հզոր մրցակցի դեմ անցկացրեց, Manchester City դեմ ու մեղադրել նրանց առաջին տուրի պարտության մեջ չի կարելի, պարզապես առաջին անգամ էին հանդես գալիս AFL-ում ու այդպիսի գերեզոր մրցակցի հանդիպեցին, ինչպիսին City-ն է եւ կարողացան City ֆուտբոլիստները առավելության հասնել այդ խաղում 5-1 հաշվով, բայց հետո արդեն աստիճանաբար ՊՍԺ-ն կարգավորում է իր դիրքը մրցաշարային աղյուսակում, հիմա կար խաղթում Չուխաջյանի դեմ պայքարում, Պապիկյան,
Շատ լավ անցավ այստեղ մեկ մրցակցի Պապիկյանը փոխանցում էլ կատարեց, բայց դարպասապա Պետրոսյանը տեղում էր ու վերցեց գնդակային ուղարկելով Պետրոսյանի ուղղությամբ, իսկ այստեղ ուժեղ ստացվեց Թամազյանի կատարած փոխանցումը, ես ինձ նետում է Գրիշա Գրիգորյանը, Չուխաջյան, Կրկին Գրիգորյան Էֆետ փոխանցում տեսնենք Պողոսյանի ուղղությամբ, Արմեն Ասատրյան Բայց գնդակի մոտ Ասատրյանը և Արիո արդեն ազատվեց մրցակցի վերահսկողությունից Գրիշա Գրիգորյան Գտավ Ժիրայ Պապիկյանին Պապիկյան շատ լավ փոխանցում տեսանք դեպի Նալբանդյանը Բայց Նալբանդյանի հետ փոխանցումը չհասավ Պապիկյանին այստեղ մրցակիցը կանգնեց գնդակի ճանապարհին ու հիմա գրոհի հասնում ՊՍԺ-ն աջ եզրով Բայց այստեղ գնդակը ՊՍԺ-ի ֆուտբոլիստը փոխանցում է նույնիսկ կատարեց, բայց Գրիշա Գրիգորյանը կարողացավ հեռացնել գնդակը, բայց այստեղ էլ գրոհ կազմակերպել ստացվեց Չելսիի մոտ Թամազյան Շարժվում է առաջ Թամազյանը Բայց անհաստ ստացվեց այս փոխանցումը ու հարված կլինի Էրիկ Պողոսյանի դարպասից Արմեն Ասատրյան Շատ գեղեցիկ խաղարկումներ էր Չելսիի ֆուտբոլիստի գործողություններում Չուխաջյան Արմեն Ասատրյան լավ էր մտածել այստեղ Ասատրյանը, բայց բավական ուժեղ կատարեց փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Սկսում են իրենց հերթական գրոններից մեկը ՊՍԺ-ի ֆուտբոլիստները, բայց այստեղ Ալավերդյանը այո ճշմարտ շնորհիվ վաստակեց եզրային նետման հնարավորություն Պապիկյան կա փոխանցում Ալավերդյանի ուղղությամբ, կրկին Պապիկյանն է ստացել գնդակը ու ձախ եզրով շարժվում է առաջ, բայց այստեղ փոխանցումը չհասավ խաղընկերոջը, հիմա Ալավերդյանը պայքարեց միջև վերջ, Ասատրյանն էլ խլեց գնդակ ու Ժիրայ Պապիկյանը պահում է այն դաշտի սահմաններում ու և վաստակեց անկյունային հարվածի հնարավորություն այստեղ Պապիկյանը իր թիմի համար Պապիկյան կա փոխանցումը և այստեղ դարպասապահ բռնուցքներով հեռացեց գնդակը եզրային նետում հիմա էլ կիրասնի Չելսին Նալբանդյան կա փոխանցումը, ինչ է կատարվում այստեղ Ալավերդյան Կրկին Նալբանդյանին ուղարկեց գնդակը ևս մեկ փոխանցում, բայց այստեղ Թամազյանը հեռացնում է գնդակը Գրիշա Գրիգորյան բարձր ստացվեց Գրիգորյանի կատարած հարվածն ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, բայց մրցավարը հիմա կդիտի նախորդ դրվագի կրկնապատկերը Դիտեց մրցավարը կրկնապատկերը ու չկար ոչ մի 11 մետրանոց հարված, այո, ձեռքով եղել էր Տուգանային հրապարակում ՊՍԺ-ի պաշտպանի կողմից, բայց միջ այդ Ալավերդյանը խախտել է խաղի կանոնները մրցակցի դեմ պայքարում, այդ իսկ պատճառով մրցավարը առաջինը հաշվի առավ այդ փաստը ու չնշանակեց 11 մետրանոց հարված, հաշիվը անփոփոխ է 0-0 Հիմա Նալբանդյանը կկատարի եզրային նետում Արմեն Ասատրյան այստեղ պրեսինգի գնաց ՊՍԺ-ն, բայց Գրիշա Գրիգորյանը կարողացավ հաջող կերպով երկու դրվագում էլ պաշտպանվել ու հիմա սկսում է Չելսիի հերթական գրոններից մեկը Գրիգորյան, բայց այստեղ կարողացավ փոխանցում կատարել Նալբանդյանի ուղղությամբ, վերջինս էլ հասցեագրեց գնդակը դեպի կենտրոն, բայց այստեղ ՊՍԺ-ի ֆուտբոլիստները շատ լավ պաշտպանվեցին
Գրիգորյան եւս մեկ բարձից փոխանցում հիմա էլ կարողանում է գնդակին առաջին արձագանքել Էրիկ Գրիգորյանը հեռացնելով ու այստեղ կար խաղի կանոնների խախտում հարձակվող թիմի կողմից Դեպի Ալավերձյանը փոխանցում եք տեսնում, ինչ է կատարվում այստեղ դուրս եկավ դարպասապալ այո խանգարեց Ալավերձյանին հարված կատարելու գործում արեց ամեն բան այստեղ Ալավերձյանը գնդակին հասնելու համար, բայց միայն այն փաստը, որ գտնվում է մրցակցի Տուգանային հրապարակում, դա դարպասապային առավելություն էր տալիս եւ նույնիսկ թեթևակի չնչին հպումը արդեն խախտում կհամարվեր Ալավերձյանի կողմից Հիմա փոփոխություն տեղի ունեցավ Չելսիի կազմում, Պապիկյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Սմբատ Պողոսյանը ու արդեն առաջին հպումը գնդակին կատարեց Պողոսյանը Պողոսյան շարժվում է առաջ ուժեղ էր այստեղ մի փոքր Պողոսյանի կատարած փոխանցումը վարված կլինի ՊՍԺ-ի դարպասից Կեսից ավելին անցավ առաջի խաղակեսի, առայժմ չունեն խփած գնդակ այս խաղում, բայց շատ հետաքրքիր ու լարված հանդիպում է ընթանում։ Արմեն Ասատրյան լավ գործեց այստեղ Ասատրյանը, Նալբանդյան Աշեզով անցումը կատարեց, շարժվում է առաջ Ալեքսանդր Նալբանդյանը, վտանգավոր է Նալբանդյան ինքն էլ որոշեց եզրափակելու։ Շեղությամբ ստացվեց Ալեքսանդր Նալբանդյանի կատարած հարվածը, այո, կային տարբերակներ, կարծում եմ ամենալավագույն տարբերակը կլիներ Արմեն Ներողություն Արսեն Ասատրյանին հասցեակել գնդակը, ով արդեն պատրաստ է Նալբանդյանի կատարած փոխանցումը եզրափակելուն, բայց Նալբանդյանը որոշեց իր անցումը ինքն էլ եզրափակել ու այս դրվագում չստացվեց Չուխաջյանը այստեղ առաջինը կհասնի գնդակին Չուխաջյանը եւ հաստատեց եզրային նետման հնարավորություն Կատարված է եզրային նետումը Գրիշա Գրիգորյան Խորքից շարժում առաջ Գրիգորյանը Հարությունյան Այո, Հարությունյանն մտավ խաղադաշտ քիչ առաջ փոխարինելով Արսեն Ասատրյանի եւ հիմա արդեն անկյունային կիրաստի Չելսին Նալբանդյանն է գնդակի մոտ, տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչ կտա հանձնվականներին Ալեքսանդր Նալբանդյան Ցածից ուղարկեց գնդակը դեպի Գրիգորյանը վերջինս էլ հարվածեց դարպասի ուղղությամբ, բայց չանցավ գնդակը ՊՍԺ-ի պաշտպաններից Նալբանդյան եւս մեկ փոխանցում ու եւս մեկ անկյունային հիմա կիրաստի Չելսին Նալբանդյան եւս մեկ փոխանցում ու կրկին հեռացնում են ՊՍԺ-ի ֆուտբոլիստները գնդակը Գրիգորյան խլեց այստեղ գնդակը մրցակցից հարվածեց դարպասի ուղղությամբ ու այստեղ պաշտպանը վերջին պահին կարողացավ գլխով շեղել գնդակի ուղղությունը հիմա արդեն անկյունային կիրաստի Չելսին հակառակ եսից Պողոսյանն է տեղադրում գնդակը անկյունային իրացնելու համար Բարձից հետևեց Պողոսյանի փոխանցումը Հարությունյան ու իսկ այստեղ Հարությունյանի կատարած փոխանցմանը առաջինը արձագանքեցին կրկին ՊՍԺ-ի պաշտպանները եսից հիմա արդեն կնետի Չելսին բավական ակտիվ է այս րոպեներին Չելսին տեսնենք դա ինչ կտա թիմին հիմա արդեն հակագրոհ է փորձում ասել ՊՍԺ-ն ստացվեց Արմեն Ասատրյան ներվից հարված անդրադարձ ու դարպասապա այստեղ կարողացավ կողմնորոշվել եւ վերցնել գնդակ այո Պետրոսյանը ռեակցիայի շնորհիվ կարողացավ ճիշտ դիրք զբաղեցնելու ասնել գնդակին այլապես անդրադարձից հետո կարող էր այո գնդակը հայտնվել դարպասում քանի որ բավական բարդ հարված էր կատարել արդեն Արմեն Ասատրյանը հիմա եզից կնետի ՊՍԺ-ն
Փոխանցում է հետևում դեպի Տուգանային հրապարակ ու այստեղ դարպասապա Պողոսյանը դուրս գալով դարպասից հեռացեց գնդակը Սմբատ Պողոսյան լավներ անցումը Պողոսյան գեղեցիկ գործեց այստեղ Պողոսյանը Նալբանդյան դեպի Տուգանային հրապարակ բայց այստեղ առաջինը գնդակին հարցականքեց ՊՍԺ-ի 33 համարը Վիգեն Արաքելյանը հիմա էլ Ասատրյանը հեռու թողեց գնդակի իրենից ու ՊՍԺ-ն փորձում է գրոզ զարգացնել բայց այստեղ Էրիկ Հարությունյանը շատ հաջող կերպով պաշտպանվեց Նալբանդյան նորից աչեզում է հայտնվել Չելսի 23 համարը բայց այստեղ կորսեց գնդակը Նալբանդյանը ու Հիմա փորձում է արդեն թիկունքից հանգարել մրցակցին Հեռացեցին գնդակը այնուամենայնիվ ՊՍԺ-ի ֆուտբոլիստները, բայց ոչ այնքան հեռու Չուխաջյան շարժվում է առաջ Չուխաջյանը հերվից է հարվածում ու հիմա էլ գնդակի ճանապարհին կանգնեց Հայկ Պետրոսյանը հեռացնելով այն դաշտի սահմաններից դուրս Եվս մեկ անկյունային կիրասի Չելսին ու կրկին Նալբանդյանն է գնդակի մոտ Բարձից փոխանցում, բայց այստեղ դարպասապահը առանց որևէ խնդիրների կարողացավ որսալ գնդակը Արությունյանը այստեղ չկար խաղի կանոնների խախտում Արությունյան հերվից փոխանցում ու այստեղ Ալավերդյանը փորձեց կրկին շեղել դարպասի հարված կատարելով դարպասի ուղղությամբ, բայց Գնդակը այլ ուղղությամբ ընթացավ, այո, եթե հանդիպան մեկնարկում նմանատիպ իրավիճակ եւս մեկ անգամ եղավ, այնտեղ գնդակը չհասավ Ալավերդյանին, իսկ այստեղ հասավ, բայց բավական բարդ դիրքում էր Ալավերդյանը գտնվում եւ լինենք անկեղծ նման իրավիճակում հարված կատարելը շեղել գնդակը դարպասի ուղղությամբ բավական բարդ էր Նալբանդյան կատարեց եզրային հետումը, Ալավերդյան և այստեղ ՊՍԺ-ի ֆուտբոլիստները դուրս բերեցին գնդակը, բայց ոչ այնքան հեռու Եկորդ տեմպով կգրոյի Չելսին Սմբատ Պողոսյան, գուցե հեռվից փորձի Պողոսյանը այդպես էլ վարվեց, բայց Թամազյանը իր վրա ընդունեց գնդակը, հիմա էլ Հարությունյանը կատարեց փոխանցում ու գնդակը ուժեղ ընթացավ դուրս գալով դաշտի սահմաններից Խորքից դարպասապահ գնդակը մտցրեց խաղի մեջ, բայց այստեղ Պողոսյանը իրադրության տեղն էր Ալավերդյան, մեկը փումով թողեց գնդակը Սմբատ Պողոսյանին շատ հաջող գրոհի տեղափոխություն դեպի աջ Նալբանդյան ու այստեղ կրկին փակվեց Նալբանդյանի փոխանցման ճանապարհը եւ անկյունային կիրասնի հիմա Չելսին Մեկ րոպե մինչ առաջի խաղակեսի ավարտը տեսնենք Այս վերջին գրոհներից մեկը ինչ կտա Չելսին, Նալբանդյանը իրացնում է անկյունայինը փոխանցում եւս մեկ անկյունային կտեսնենք, այստեղ կարողացավ հեռացնել գնդակը Հայկ Պետրոսյանը, Նալբանդյան բարձից հետևեց փոխանցում, հիմա էլ գնդակը բաժինացավ դարպասապահ Դավիթ Պետրոսյանին վերջինս էլ ուժեղ հարվածով ուղարկեց այն առաջ, բայց Պողոսյանը առանց որևէ խնդիրների վերցրեց գնդակը Չուխաջյան միանում է ձախից Պողոսյանը գրոհին կատարեց դեպի Ալավերդյանը փոխանցում Չուխաջյան իսկ այստեղ կորցրին գնդակը Չելսիի ֆուտբոլիստները հիմա վերականգնեց Չուխաջյանը գնդակի թիմի համար ու եզրային նետում կիրասնի հենց ինքը Տիգրան Չուխաջյանը Արմեն Ասատրյան նորից Չուխաջյանն է ստացել գնդակ ու շարժվում առաջ Հարությունյան Հարությունյան վերջին փորձը կարծում եմ, վերջին գրոհը խաղադաշտում հիմա կտեսնենք Հարությունյան հարված ու այստեղ էլ Թամազյանը իր վրա ընդունում գնդակը Բայց Պողոսյանը գնդակը դաշտի սահմաններում շարժվելով կենտրոն եւս մեկ ցածից փոխանցում ու գնդակը հեռացված է թույլ տալիս է այո այնուամենայնիվ մրցավարը եզրային նետումը իրացնելու Պողոսյան Կրկին Չուխաջյան դեպի Տուգանային հրապարակ ուղարկեց գնդակը եւ այստեղ դարպասապահ վերցրեց գնդակը ու ուժեղ հարվածով այն ուղարկեց առաջ, բայց այստեղ կրկին
Գնդակը բաժին ասավ Չելսի դարպասապային ու առաջի կեսը հենց այստեղ էլ ավարտվում է կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլիստներ, մենք վերադառնում ենք Չելսին ընդդեմ Paris Saint-Germain-ի հանդիպան երկրորդ խաղակեսը դիտելու կամրցավարի սուրիչը ու մեկտարկածը երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո առայժմ խփված գնդակներ չունեն խաղադաշտում 0-0 է հանդիպան հաշիվը տեսնենք երկրորդ կեսում ինչ կմատուցեն մեծ թիմերը եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին սկսենք Չելսիից Էրիկ Պողոսյանը պաշտպանում է դարպասը համար 1 Գրիշա Գրիգորյան համար 7 Արմեն Ասատրյան համար 8 Սմբատ Պողոսյան համար 9 Ժիայ Պապիկյան համար 10 դա նաև թիմի ավագտ է Արսեն Ասատրյան համար 11 Էդիկ Հարությունյան համար 17 Հովսեփ Գևորգյան համար 18 Ալեքսանդր Նալբանդյան համար 23 Տիգրան Չուխաջյան համար 77 եւ Վլադիմիր Ալավերդյան համար 99 ՊՍԺ դարպասը պաշտպանում է Դավիթ Պետրոսյանը համար 1 Էդգար Թամազյան համար 2 Ռաֆայել Սարգսյան համար 5 Արտակ Իսրայելյան համար 6 Արտուր Հովանեսյան համար 7 Էրիկ Գուրյան համար 9, Հայկ Պետրոսյան համար 10, Էրիկ Գրիգորյան համար 11, Արման Գալստյան համար 12 եւ Վիգեն Արաքելյան համար 33։ Հիմա լավ գրոյի անցել ՊՍԺ-ն Գուրյանն է ստացել գնդակը, բայց այստեղ բավական հաջող պաշտպանեց Ասատրյանն ու շարժվում է առաջ գնդակով Արմեն Ասատրյանը։ Շատ լավ էր մտածել Արմեն Ասատրյանը, չանցավ գնդակը, բայց այն բաժին ասավ Պապիկյանին, Արսեն Ասատրյան։ Ու խաղթեց այստեղ Ասատրյանը խաղի կանոնները Պետրոսյանի դեմ պայքարում, այո, կար խաղի կանոնների խախտում, սուլեց մի անգամից մրցավարը Հիմա ՊՍԺ-ն է փորձում գրոհ կազմակերպել Պետրոսյան գտավ արջևում Պետրոսյանը Հովանեսյանին, բայց այստեղ Չուխաջյանը շատ հաջող կերպով պաշտպանվեց Պապիկյան Արսեն Ասատրյանին ուղարկեց գնդակը, այո չեն շտապում հիմա Չելսիի ֆուտբոլիստները, պետք է վերադասավորվել Պողոսյան, բայց այստեղ գնդակը բաժին չհասավ Արսեն Ասատրյանին, Հարությունյանը բավական գեղեցիկ կերպով հիմա իջեցրեց գնդակը Չուխաջյան Խաղթեց խաղի կանոնները, այո Չուխաջյան այս դրվագում Արագորեն գրքին խաղարկում են ՊՍԺ-ի ֆուտբոլիստները գնդակը Բայց այստեղ հասցրեց նահանջել Չուխաջյան ու խլել գնդակը բրցակցից Հարությունյան շատ լավ էր փոխանցում կատարում Հարությունյանը, բայց գնդակը բաժին չհասավ Պողոսյանին հիմա հեռահար տարածությունից է հարվածում ՊՍԺ-ի 6 համար Արտակ Իսրայելյանը, բայց Էրիկ Պողոսյանը տեղում էր Սմբատ Պողոսյան շատ լավ էր արել ամեն ինչ այստեղ Պողոսյանը, բայց նրա կատարած փոխանցումը ուժեղ ստացվեց Պապիկյանի համար Եսրային հետո հիմա կտեսնենք Գրիգորյան այստեղ հպում եղավ Գրիգորյանի կողմից գնդակ ու հիմա այն Չելսիի դարպասապայի մոտ է Պողոսյանը ուժեղ հարվածով գնդակն ուղարկեց առաջ, բայց այստեղ առաջինը գնդակին հասավ Էրիկ Գրիգորյանը իսկ այստեղ գրոհը շարունակել չստացվեց ՊՍԺ-ի մոտ Հարությունյան շարժում է առաջ Հարությունյանը Բայց կրկին ՊՍԺ-ն վերադարձնում է գնդակ ու սկսում իր հերթական գրոններից մեկը Թամազյան ստացվեց անցումը Թամազյան վտանգավոր է կա փոխանցում, բայց այստեղ է Ասատրյանով թույլ չտվեց, որպեսզի գնդակը անցնի իրենից եւ ուղարկեց այն Հարությունյանի ուղղությամբ շատ հաջող գրոհի տեղափոխություն Արսեն Ասատրյանի ուղղությամբ վտանգավոր է Ասատրյան, բայց այստեղ Ասատրյանի փոխանցումը չանցավ, հետո էլ Պապիկյանը խլեց գնդակը Արսեն Ասատրյան բացել է պետք արշիվը, բայց այստեղ փայլում է Ասատրյանի կատարած հարվածից հետո ՊՍԺ-ի դարպասապա Դավիթ Պետրոսյանը ու անկյունային հիմա կիրասի Չելսին Ամեն շատ լավ արեցին Պապիկյանն ու Ասատրյանը նույնիսկ երբ կորցրել էին գնդակը Պապիկյանը վերականգնեց այն ուղարկեց Արսեն Ասատրյանին Ասատրյանը լավ է հարվածել, բայց ինչ անես եթե դարպասապա նման կերպ կարողանում է կռահել ու հեռացնել գնդակը Պապիկյան հաջող անցում էր
Շատ լավ փոխանցում դեպի Չուխաջյանը, վտանգավոր է արդեն Ասատրյան, հիմա հեռու թողեց արդեն Ասատրյանը գնդակի իրենից, Հարությունյան ևս մեկ հարվածու, Պապիկյանը բացում է հանդիպան հաշիվը, 1-0 Չելսին առաջ է հասնում հաշվի մեջ։ Մեկ 0 Ժիրայր Պապիկյան թիմի ավակը բացում է հանդիպան հաշիվ ու հիմա արդեն Չելսին հաղթողի կարգավիճակում է հայտնվում, այո, մոտեցել էին այս գնդակին իսկապես Չելսիի ֆուտբոլիստները բավական ակտիվ էին մեկնարկել երկրորդ խաղակեսը եւ կարողացան առաջինը հասնել հանդիպան հաշվի մեջ հաջողության։ Հիմա տեսնենք ՊՍԺ-ն ինչով կփորձի պատասխանել այս բաց թողած գնդակին։ Արաքելյան, այստեղ Պապիկյանն է եկել պաշտպաններին փոխօգնության։ Իհարկե, առաջին պաշտպանը համարվում է հենց հարձակվողը։ Գրոյի անցել ՊՍԺ եւ անկյունային հարված հիմա կտեսնենք ՊՍԺ-ի ֆուտբոլիստների կողմից։ Բարձից փոխանցում հետևեց, բայց այստեղ չկար ոչինչ, հեռացված է գնդակը։ Կա փոխանցումը եզրային նետումից, հարվածը ներտևեց դեպի դարպասը, բայց շեղությամբ ընթացավ գնդակը։ Գրիշա Գրիգորյան սկսում են խորքից Չելսիի ֆուտբոլիստները։ Շատ լավ փոխանցում կատարեց այստեղ Գրիգորյանը Պապիկյանին։ Պողոսյան նորից Պապիկյանին էր ուղղված գնդակը, բայց մի փոքր շտապեց այստեղ Սմբատ Պողոսյանը փոխանցում կատարելից։ Գրիգորյան Արսեն Ասատրյան, այս գնդակը այստեղ Ասատրյանը համար պայքարում իր մոտ։ Պապիկյան, աչեզում է հիմա հայտնվել Պապիկյանը, լավ էր նկատել Պողոսյանին, բայց ուժեղ ստացվեց փոխանցումը Պապիկյանի կատարած։ Հաջող այստեղ գործեց ՊՍԺ-ի ֆուտբոլիստը հարվածել տեսանք դարպասի ուղղությամբ ու Պողոսյանը վերջի պահին կարողացավ շեղել գնդակի ուղղությունը, այո, ամեն ինչ ֆանտաստիկ կերպով արեց Արտուր Հովհաննիսյանը, թե կասեցումը, թե հարվածը, բայց Էրիկ Պողոսյանը ֆանտաստիկ ցածով կարողացավ հեռացնել գնդակը։ Այո, Պողոսյանին հեշտ չէ նմանատիպ տարածություններից խոցել, ընդհանրապես հեշտ չէ Պողոսյանի դարպասը հենց այնպես գրավել, պետք է դրա համար իսկապես աշխատանք տանել։ Հիմա արդեն տեսնենք անկյունայինի խաղարկումը ինչ կտա ՊՍԺ-ն ևս մեկ փոխանցում ու Պողոսյան այստեղ փորձեց հեռացնել գնդակը, հետո էլ հարված հետևեց ու Չուխաջյանն իր վրա ընդունեց գնդակը։ ԵՒս մեկ անկյունային կիրասնի ՊՍԺ-ն։ Էդիկ Գրիգորյանն է գնդակի մոտ։ Կա փոխանցում, իսկ այս հարվածը շեղությամբ է ստացվում ու հարված կլինի Պողոսյանի դարպասից։ Պողոսյան խաղարկեց գնդակ այստեղ Գրիգորյանի հետ Պողոսյանը։ Շատ հաջող փոխանցում կատարեց Պապիկյանի ուղղությամբ։ Մնաց գնդակով Պապիկյանը։ Ու այստեղ կար բավական կոպիտ խաղի կանոնների խախտում Պապիկյանի նկատմամբ։
Հիմա տեսնենք ինչ է պատահել Պապիկյանին, իսկապես շատ բարդ հարված ստացավ ոտքին։ Հայկ Պետրոսյանի կողմից ու հուսանք, որ կարողանա Պապիկյանը շարունակել հանդիպումը։ Ոչ այնուամենայնիվ այս րոպեներին փոխարինվում է Պապիկյանը, բայց հուսանք, որ նրան մենք կրկին կտեսնենք խաղադաշտում այս հանդիպան ընթացքում։ Հիմա նրան օգնություն կցուցաբերեն, որից հետո հույս ունենանք իսկապես, որ Պապիկյանը կվերադառնա խաղադաշտ, քանի որ Չելսի առաջատարներից մեկն է հանդիսանում եւ նրա բացակայությունը բավական մեծ կորուստ կլինի իհարկե թիմի կազմում։ Թեկուզ այն, որ միայն այս հանդիպմանը նա չկարողանա մասնակցել, անկախ ամենից, որ թիմը հաղթում է այս պայն 1-0 հաշվով։ Հիմա խաղարկում են ստանդարտ ու ինչ է, այստեղ գնդակը չէր հայտնվել արդյոք դարպասում։ Դիտեց մրցավարը կրկնապատկեր ու արձանագրված է Հարությունյանի խփած գնդակ, այո, գնդակը ամբողջությամբ հայտնվել էր ՊՍԺ-ի դարպասում 2-0 Չելսին կրկնապատկում է իր առավելությունը։ Հիմա արդեն բարդ իրավիճակում է հայտնվում ՊՍԺ-ն, այո, Չելսին հիմա ավելի վստահ կզգային է խաղադաշտում, քանի որ արդեն 1 գնդակ չէ, 2 գնդակի առավելություն ունի։ Թիմը մրցակցի նկատմամբ Ալավերդյան հարված ու հիմա կարող էր Ալավերդյանի կատարած հարվածից հետո գնդակը հայտնվել դարպասում, բայց դարպասապահը դա թույլ չտվեց։ Չուխաջյան կա փոխանցումը դեպի Նալբանդյանը եւ եսից կնետի Չելսին։ Նալբանդյանն է կատարում եզրային նետումը, Տիգրան Չուխաջյան Դարպասապահ Պողոսյանին ուղարկեց գնդակը վերջինս էլ դեպի առաջ փոխանցում կատարեց։ Հիմա ՊՍԺ-ի գրոհին են ականատես լինում ու Աշևը կրճատված է 2-1 այստեղ ամեն ինչ իդեալական արեց ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Արտակ Իսրայելյանը կրճատելով հաշիվը 2-1։ Արտակ Իսրայելյան 2-1 հաշիվը կրճատված է ու հիմա կրկին 1 գնդակ է բաժանում ՊՍԺ-ին ոչ ոքի արդյունքից։ Չուխաջյան այո, բավական արագ կարողացան ՊՍԺ-ի ֆուտբոլիստները կրճատել հաշվի տարբերությունը, բայց իհարկե դա դեռ ոչինչ չի նշանակում։ Չելսին այս պահին կրկին գնդակով է, Չուխաջյանն է առաջ շարժվում։ Նալբանդյան նորից Չուխաջյանին հասցեագրեց գնդակը։ Ու դեպի Ասատրյանը գրոհի տեղափոխություն տեսանք Պողոսյան Բարձից դեպի Տուգանային հրապարակ ուղարկեց գնդակը, բայց այստեղ ՊՍԺ-ի պաշտպանները առաջինն էին ասել գնդակին, Նալբանդյան պահեց գնդակը դաշտի սահմաններում ու վաստակեց եզրային նետման հնարավորություն իր թիմի համար։ Չուխաջյանն է կատարում եզրային նետումը, կրկին Նալբանդյանն է գնդակով։ Հարությունյան նորից Նալբանդյանին հասցեագրեց գնդակը եւ եւս մեկ եզրային նետում կտեսնենք։ Առաջ գիծը։ Ասատրյան շատ լավ նկատեց Պողոսյանին Ասատրյանը, բայց այստեղ իհարկե անհարմար իրավիճակում էր գնդակը եւ Պողոսյանը այդ իսկ պատճառով չզարգացեց արագություն։ Հիմա բավական հաջող գրոհ է կազմակերպել
Չելսին ուսա 11 մետրանոց հարված է անկասկած, այո, կար խախտում Արսեն Ասատրյանի դեմ պայքարում դարպասապայի կողմից եւ հիմա իրատեսական հնարավորություն են ստանում Չելսիի ֆուտբոլիստները կրկին կրկնապատկելու իրենց առավելությունը, բայց համոզվելու համար մրցավարը հիմա կդիտի դրվագի կրկնապատկերը։ Գիտեց մրցավարը կրկնապատկերը ու մնում է իր որոշմանը 11 մետրանոցը նշանակված է եւ հիմա Չելսին կրկին լավ հնարավորություն ունի կրկնապատկելու իր առավելությունը։ Տեսնենք ով հարված կկատարի, իհարկե բավական կատարողներ կան Չելսիի կազմում։ Բայց կարծես Չուխաջյանն է պատրաստվում հարված տիրացնելուն։ Իհարկե վաստակելը դա դեռ բավական չէ, պետք է դիպուկ իրացնել 11 մետրանոցը։ Ու տեսնենք Չուխաջյան թե Պետրոսյան։ Կա մրցավարի սուլիչը Չուխաջյան հարված ու Պետրոսյանը ետ է բղում Ալավերդյանի հարվածը կրկին ետ բղեց դարպասապա ու հաշիվը մնում է անփոփոխ։ Այո, հակամարտությունում կարողացավ հաղթող դուրս գալ այստեղ Դավիթ Պետրոսյանը իսկապես երկու դրվագում էլ ֆանտաստիկ ցածկով կարողացավ հեռացնել գնդակը ու հիմա Չելսին չի կարողանում կրկին կրկնապատկել իր առավելությունը, հաշիվը մնում է անփոփոխ։ Լավ էր հարված կատարել ինչ խոսք Չուխաջյանը ուղարկել էր դեպի հեռավոր անկյուն գնդակը, բայց ինչ անել, եթե դարպասապա կարողանում է կողմնորոշվելու ցածկով հասնել գնդակին։ Հիմա Չելսին նորից անցնում է գրոհին, Ալբանյանն է աչեզում, զարգացնում արագություն, այստեղ մնաց գնդակով Ալբանյանը, Հարությունյան հերմից հարվածի փորձ անդրադարձ ու անկյունային հիմա կիրաստրի Չելսին, այո, այստեղ դիպել էր ՊՍԺ-ի ֆուտբոլիստին գնդակը Հայկ Պետրոսյանից շեղվեց գնդակի ուղղությունը ու անկյունային հիմա կիրաստրի Ալեքսանդր Նալբանդյանը։ Բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ հարված էլ կատարեց Ալավերդյան ու կրկին փայլում է ՊՍԺ-ի դարպասապա Պետրոսյանը։ Հիմա հակառակ եզից անկյունային կտեսնենք Պողոսյանն է գնդակի մոտ։ Բարձից փոխանցում Արսեն Ասատրյան եւս մեկ հարված ու նորից Պետրոսյանն է հեռացնում գնդակի, ինչ է կատարվում հիմա ՊՍԺ-ի Տուգանային հրապարակում։ Նալբանդյան եւ եզից կնետի Չելսին։ Հարությունյան ուղարկել գնդակը Տուգանային հրապարակ, բայց հեռացեցին ՊՍԺ-ի ֆուտբոլիստները եւ հիմա փորձում են հասնել գրոհի։ Գուրյանն է շարժվում առաջ ցախ եզրով, վտանգավոր հակագրոհ է, բայց հաստրեց Նալբանդյանը այստեղ նահանջելու խախտել խաղի կանոնները։ Թույլ չտալով մրցակցին իհարկե հարված կատարել, այո, կար, անկասկած կար այստեղ խաղի կանոնների խախտում։ Հստակ ցույց տվեց մրցավարը։ Ու տեսնենք այս ստանդարտ ինչ կտա փարիսցիներին գնդակի մոտ երկու ֆուտբոլիստ են միանգամից ՊՍԺ-ի կազմում, բայց Թամազյանը հեռացավ թողնելով գնդակը Արտուր Հովանեսյանին, տեսնենք կա մրցավարի սուլիչը Հովանեսյան հարված, բայց բարձր է ստացվում այստեղ Հովանեսյանի կատարած հարվածը։ Պողոսյան ուժեղ հարվածով գնդակը մցրեց խաղի մեջ Պողոսյանը, բայց այստեղ երկրորդ հարգում լավ գործեց Թամազյանը։ Շնայած գնդակը կլինի Չելսիի մոտ, եսից կնետեն ազնվականները։ Ալավերդյան Գրիշա Գրիգորյանի ուղղությամբ փոխանցում կատարեց, Նալբանդյանն է այստեղ
ընդունել գնդակը, բայց փոխանցումը չանցավ Նալբանդյանի ու ՊՍԺ-ն կրկին փորձեց նետվել առաջ, բայց Հարությունյանը այստեղ թույլ չտվեց, հետո խլուն կարողացավ կատարել Նալբանդյան, զարգացնում է արագություն Նալբանդյանը ու կար այստեղ խաղի կանոնների խախտում բավական կոպիտ կերպով Նալբանդյանի դեմ պայքարում։ Տեսնենք այս ստանդարտը հիմա ինչպես կիրացնեն Չելսիի ֆուտբոլիստները։ Քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպման ավարտին։ Արդեն Ասատրյանն էլ գնդակի մոտ է։ Հիմա դարպասապա պատ է կազմում ՊՍԺ-ի ու տեսնենք Ասատրյանը ինչպես կիրացնի այս Տուգանայինը։ Շատ հարմար է իհարկե ձախ ոտքով ֆուտբոլիստի համար այստեղից հարված կատարել։ Այս ընթացքում փոփոխություն տեղի կունենա Չելսիի կազմում, Հարությունյանն է լքում խաղադաշտ ու Արմեն Ասատրյանը վերադարձավ կրկին խաղադաշտ։ Կա մրցավարի սուլիչը Արսեն Ասատրյան, բարձր ստացվեց այստեղ Ասատրյանի կատարած հարվածը ու հարված կլինի Դավիթ Պետրոսյանի պաշտպանած դարպասից վերջինս էլ ուժեղ հարվածով գնդակ ուղարկում է առաջ, Թամազյան ավելացեց այստեղ գնդակի ընթացքը Թամազյանը, բայց այն բաժին հասավ Չելսի դարպասապա Պողոսյանին Պապիկյան Գեղեցիկ գործ է Ջիայ Պապիկյանը ու վաստակեց այստեղ անկյունային հարված իր թիմի համար, այո խաբեց այստեղ Պապիկյանը փոխանցում կատարելու ժամանակ ու տարավ իր այդ գնդակը Ալավերդյան, բայց այստեղ թույլ տվեցին Ալավերդյանին հարված կատարել ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից հարված կլինի հիմա ՊՍԺ-ի դարպասից, այո վերջին ուժերն են ներդնում ՊՍԺ-ի ֆուտբոլիստները փրկելու այս հանդիպումը մեկ գնդակ է իսկապես նրանց բաժանում ոչ ոքի արդյունքից մեկ դիպուկ հարված ու հիմա ՊՍԺ-ն պետք է ողջ կազմով նետվի առաջ այդ ամենը կատարելու համար խորքից փոխանցում ենք տեսնում դեպի առաջ, բայց Ջիայ Պապիկյանը այստեղ խախտել էր խաղի կանոնները, այո ստանդարտ կիրացնի հիմա ՊՍԺ-ն Թամազյանն է գնդակի մոտ տեսնենք Կա մրցավարի սուլիչը Թամազյան, բարձրից փոխանցում, բայց բավական ուժեղ ստացվեց այս փոխանցում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Մրցավարի փոխհատուցած խաղաժամանակն է հիմա ընթանում։ Նալբանդյանը կկատարի եզրային նետումը, պետք է արագացնել դրա մասին էր ակնարկում հանդիպան գլխավոր մրցավար Ռաֆայել Ղազարյանը։ Հիմա Ալավերդյանը ավելացեց գնդակի ընթացքը, բայց այն ՊՍԺ-ի ֆուտբոլիստերին բաժին հասավ Ալավերդյան։ Այստեղ կրկին ՊՍԺ-ն է գնդակով վտանգավորը, բայց այստեղ սահման գնով Գրիգորյանը կարողացավ վերացնել գնդակը։ Գուրյան փոխանցումը Պողոսյանն է այստեղ փայլուն ցածկով կարողանում հեռացնել գնդակի հիմա Չելսի արագ պատասխանը։ Պապիկյան նկատեց Նալբանդյանին, բայց ուժեղ կատարեց այստեղ Ջիայ Պապիկյանը փոխանցում ու եզից կնետվի ՊՍԺ-ն։ Վերջին րոպեն է ընթանում հանդիպան։ ՊՍԺ-ն հիմա ողջ կազմով կնետվի առաջ դարպասապա այստեղ ռիսկի դիմեց, բայց արդարացված ռիսկ էր, կա փոխանցումը Աչեզով է հիմա զարգացնում ՊՍԺ-ի գրով, բայց Ջուխաջյանը հասցրեց այստեղ կասեցնել մրցակցի արագ գրողը, եզային նետում կտեսնենք հիմա ՊՍԺ-ի կատարմամբ Աչեզով շարժվում են առաջ փարիսցիները, բայց այստեղ Գրիշա Գրիգորյանը բավական հաջող կերպով պաշտպանվեց ու գնդակը կարողացավ հեռացնել Պապիկյան, հիմա եթե օգտվի այս հնարավորությունից Պապիկյանը, բայց դարպասապա դուրս եկավ դարպասից ու վերցեց գնդակը։ Շարժվում են առաջ ՊՍԺ-ի ֆուտբոլիստները Պետրոսյան եւ Արմեն Ասատրյան այստեղ շատ հաջող կերպով պաշտպանվեց Նալբանդյան, այստեղ կար անցում ու կար խաղի կանոնների խախտում Նալբանդյանի դեմ պայքարում։ Հիմա արդեն չի շտապի Չելսին, իհարկե նրանց ձեռնտու է
նվազեցնել այս բարձր տեմպը։ Հիմա կատարեց փոխանցում Նալբանդյանը, բայց դարպասապային բաժին ասավ գնդակը։ Վերջինս էլ ուժեղ հարվածով ուղարկեց գնդակը առաջ, պայեց գնդակը այստեղ Հովանիսյանը։ Հովանիսյան վտանգավոր է։ Բայց Չուխաջան այստեղ թույլ չտվեց Հովանիսյանին շրջանցել իրեն, հետո էլ խախտեց հենց Հովանիսյանը խաղի կանոնները մրցակցի դեմ պայքարում։ Գրիգորյան ուժեղ փոխանցում առաջ, բայց Պապիկյանը չկասեցեց այստեղ գնդակը ու հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվեց, շնորհավորում ենք Չելսին իրենց հերթական 3 միավորը վաստակելու արդիվ, խաղային օրն էլ մեզ մոտ ավարտված է, բարի գիշեր ու ամենայն բարիք։